Պարոն նախագահ, բարի երեկո, ես Մարիա Զարգարյանն եմ, Հայկական համալսարանի 4-րդ հոսքի շրջանավարտու, հարցս հետևյալն է։ Պարոն նախագահ, վերջին տարիներին լույս տեսած մի գրքում մանրամասն նկարագրված է, թե ինչպես է այն ժամանակվա Ֆրանսիայի նախագահ Սարկոզին ձեզ առաջարկել խաղաղության Նոբելյան մրցանակ եւ ինչպես եք դուք մերժել հասկանալով, որ առաջարկեությունը Արցախի հանձումն է։ Կան արդյոք այլ մանրամասներ այդ ընթրիքից, որոնք գրքում զետեղված չեն եւ մեզ հետ կկիսվեք դրանցով։ Ինձ առանձնակի հետաքրքիր է, թե ինչպես է ձեզ հաջողվել մերժել եվրոպական երկու գերտերություններից մեկի ղեկավարին, ով միաժամանակ մեզ բարեկամ երկրի ղեկավար էր հանդիսանում, չփչացնելով հայ-ֆրանսիական եւ մասնավորապես Սարգսյան-Սարկոզի հարաբերությունները։ Գիտեք, ես չեմ համարում, որ ինձ ուղիղ առաջարկել են Նոբելյան մրցանակ։ Ֆրանսիայի նախագահը ուղղակի ասել է, որ բանակցությունների լավ ընթացքի պարագայում չի բացառվում, որ ինքը այդպիսի առաջարկությամբ հանդես գա։ Ես դեռ ավելացնելու ոչինչ չունեմ։ Գիտեք, եթե նույնիսկ ամենափոքր երկրի ղեկավար ես կամ նույնիսկ պետությունում ինչ-որ կարևոր կառույցի ղեկավար ես, միշտ ստիպված ես լինում մտածելու արդյոք բոլոր այն առաջարկություններն ու խորհուրդները, որ տրվում են, ի օգուտ քո երկրի է, թե ի օգուտ այն կառույցի, որ դու ես ղեկավարը։ Մերժել չի նշանակում վիրավորել քո զրուցակցին։ Մերժել չի նշանակում վիրավորել բանակցողին։ Երբ որ ասում ես ինձ գժի տեղ կդնեն ու բան կանեմ, դա արդեն վիրավորանք է, որովհետև եթե դու դա ասել ես նույնիսկ մի խումբ մարդկանց, ապա պետք է դու հասկանաս, որ մի օր հետո չի, երկու օր հետո չի, բայց մի շաբաթ հետո այդ Միսկի խմբի բոլոր համանախագահները իմանալու են քո ասածի մասին։ Միշտ ցանկացած մերժում կարելի է ձևակերպել այնպես, երբ որ քո զրուցակիցը հաճույք ստանա այդ մերժելուց։ Դա շատ կարևոր հանգամանք է։ Եվ կարծում եմ այդ դեպքում այդպես էլ եղավ, որտեղ դրանից հետո Ֆրանսիայի նախագահը այցելեց Երևան եւ այլն։ Ճիշտ է, չեմ ասում ինքը հաճույք ստացավ, բայց ինքը չվիրավորվեց այդ։